Կա թեմա, կա բլոգ։ Հայկական բլոգոսֆերայում գրեթե չի մնացել թեմա, որի շուրջ քննարկումներ չընթանան։ Կան բլոգներ, որտեղ օգտվողները հավաքվում են ըստ մասնագիտությունների կամ նախասիրությունների։ Իդեպ, եթե ձեր նախասիրությունների թվում է նորաձևությունը, ապա ձեզ համար ևս գտել ենք հատուկ բլոգ։ HardIFB.com-ը Independent Fashion Bloggers նորաձևության անկախ բլոգերների համայնք է, որի միասնական գեղեցիկ հարթակում հավաքվել են աշխարհի տարբեր երկրներում նորաձևության օնլայն քարոզիչները։ Այս կայքում մենք չգտանք հայկական ամենաակտիվ նորաձևության բլոգի հիմնադիրներին, սակայն այդ փոքրիկ բաց թողումը չի նշանակում, որ Fashion Blog AM-ը դուրս է մնում համաշխարհային նորաձևության օնլայն հոսանքից։ Հայկական բլոգոսֆերայի ամենանորաձև բլոգի հիմնադիրներից մեկի Արմեն Գալյանի հետ զրուցեցինք օնլայն նորաձևության ու նման թիթիզ բաների մասին։ Fashion Blog-ը արդեն 2 տարվա պատմություն ունի, այս ընթացքում բլոգի հիմնադիրները փորձել են անընդհատ նորամուծություններ անել, բայց հայկական լսարանի համար պարզվում է գրավիչ է ընդամենը մի քանի բան։ Հետաքրություն առաջացնում է ամեն դեպքում հայկական տարը, հետաքրություն են առաջացնում բնականաբար աստղային ոճին վերաբերվող փոստերը, մեծ արձագանքներ ունենում, ասենք, մեծ միջոցառումների ժամանակ մարդկանց հակուկապը, ասենք, մրցանակաբաշխությունը դրա ամենավառ օրինակն է։ Եվ իհարկե ցանկացած ֆեշն իրադարձություն, ցավոք այդ իրադարձությունները այդքան շատ չեն Հայաստանում, բայց երբ նրանք լինում են, դա մեծ հետաքրքրություն է առաջացնում ընթերցողների մոտ։ Մեկնաբանությունները Fashion Blog-ում նույնպես տարբեր են կախված թեմայից ու թե ինչքանով է ընթերցողը տեղյակ տվյալ դիզայներին։ Շանելի նոր հավաքածուի տակ մարդիկ մաքսիմում գրում են ինչ-որ հիացած կոմենտներ, իսկ երբ որ պետք է քննարկել այս կամ այն երգչուհու նոր զգեստը, կոմենտների քանակը կտրուկ շատանում է եւ քննադատական կոմենտների քանակը նույնպես։ Արմենն ասում է, որ բլոգների միջոցով իրենք իսկապես կարողանում են թելադրել նորաձևություն։ Նա բերում է կոնկրետ օրինակներ։ Մենք ունենք նաև Fashion Blog AM-ի վերաբերվող օրինակներ, երբ որ շատ բան է փոխվել, կոնկրետ մարդկանց ոճ է փոխվել, թեկուզ դա եղել են հանրային մարդիկ, նաև բլոգերը այսօրվա դրությամբ Հայաստանում ստիպել են շատերին ուրիշ ձևի վերաբերվել թե սեփական PR-ին, թե ընդհանրապես շոու բիզնեսի միջավայրին։ Իմ կարծիքով բլոգերը Հայաստանում այսօր իրոք ունեն ուժ։ Չնայած պարզավոր իրանք չունեն այն ուժը, ինչ որ ունեն դրսի բլոգերները, բայց մեր մոտ դա ուղղակի ուրիշ տեսք ունի այդքան բան։ Fashion Blog-ն իսկապես բաց չի թողնում ամենանորաձև իրադարձություններն ու նորաձևության շաբաթները ու անպայման անդրադառնում է դրանց։ Սակայն կա մի հանգամանք, որը դուրս չի գա տրանսլիտի դեմ պայքարող այցելուներին։ Բլոգը անգլիատար հայերենով է, որն ունի իր պատճառաբանությունը։ Մենք չենք կարող գրել հայերեն գրագետ, մենք մեր մտքերը գրում ենք, ես հիմնականում գրում եմ տրանսլիտով, Ֆայնան հիմնականում գրում է ռուսերեն ու հենց կիրիլիցեի։ Երբ որ նա գրում է հայերեն, նա նույնպես գրում է տրանսլիտով։ Մենք միակ բլոգերները չենք, որ տենց ենք անում, ինձ թվում է Հայաստանում շատերը սովոր են կարդալ տրանսլիտով։ Ինչն է նորաձև այս ամառ, հաճախ հարցնում են բլոգի այցելուները։ Անպայման գրեք գծավոր հագուստ, անպայման գազարագույն, շատ սպիտակ ու սպիտակ total look, սպիտակը համադրեք նաև կապույտի հետ, նեոնային գույներ հագեք երեկոյան։ Եթե հետևեք նորաձևության կանոններին, նորաձև է այն, ինչ մեզ սազում է, ինչի մեջ մենք մեզ հարմարավետ ենք զգում։ Այնպես որ եթե դուք համացանցից օգտվում եք հենց նորաձև լինելու համար, փորձեք այդտեղ ձեզ ավելի հարմարավետ զգալ։ Ծանոթացեք օնլայն նորաձևությանը։